Մանդատները չվերցնելը որևէ բան չի տալիս Հայաստանի ընդդիմությանը, որևէ բան։ Այս ընտրության արդյունքները որքանով արտացոլում, հա, հանրության պատկերացումները, հանրության կամքը։ Ամենամեծ խախտումների կատեգորիան, այսպես ասենք, դա վարչական ռեսուրսի օգտագործումն է։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ընտրական իրավունքի մասնագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Պարոն Մխիթարյան, հանրության, այսպես ընկալումներում, ինչպես նաև ընդդիմության, հա, այսպես դիտարկմամբ նրանց փաստերի ներկայացմամբ, ասում են, որ իհարկե Հայաստանի պատմության մեջ եղել են, տեսել ենք ամեն ինչ, տեսել են կտրակեղծիքներ, կեղծված ընտրություններ, բայց այս մասշտաբի կեղծիքներ, որ հենց ընտրությունների բուն գործընթացից հետո անգամ մի ամբողջ մեծ ուժ դուրս թողնվի, հա, խորհրդարանից, ընտրական process-ից, այսպիսի բան չի եղել, աննախադեպ է։ Որքանով եք այս տեսակետի կիսում եւ այսպիսի պատկեր է ստեղծվել, որ ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է վարչական ահռելի ռեսուրսի կիրառման մեջ, իսկ իշխանություններն էլ ընդդիմությանը ասում են, որ աննախադեպ ընտրական կաշառքներ են բաժանել։ Այո, իսկապես, ես 15 տարից ավելի ընտրական իրավունքի դասախոս եմ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում եւ իմ ուսանողներին միշտ սովորեցնում եմ, որ ընտրությունները դրանք միայն քվեարկության օրը չեն, որովհետեւ մինչեւ հիմա էլ մարդկանց մոտ կարծիք կա, որ հենց ընտրությունների մասին խոսում են ու ընտրախախտումների մասին բոլորը կենտրոնանում են միայն ընտրախախտումները, որոնք տեղի են ունենում քվեարկության օրը։ Բնավ այդպես չի եւ ավելին կարող եմ ասել։ Այն խախտումները, որոնք տեղի են ունենում քարոզարշավի ընթացքում, այսինքն մինչև քվեարկության օրը, շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում ընտրությունների արդյունքի վրա, քան միայն դա։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին կարող եմ ասել, որ քանի որ հիմա 21-րդ դարում ենք եւ տեխնոլոգիաները զարգանում են, այնպես չի, որ ընտրական տեխնոլոգիաները հետ են մնում ընդհանուր զարգացվածության աստիճանից եւ նրանք եւս զարգանում են։ Եվ Հայաստանը լավ օրինակ է, որովհետև իսկապես այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կիրառվեցին։ Հիմա մի քիչ ավելի կոնկրետ եկեք անդրադառնանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում ընտրությունների ընթացքում։ Տեսեք, ուրեմն փետրվարի 7-ին հայտարարվեց, որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Եվ փետրվարի 7-ից արդեն ուժի մեջ մտավ այն օրենքի դրույթը, որով արգելվում էր օրինակ բարեգործություն անել եւ դրանք անել այն պատրվակով, որ կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Այդ օրվանից սկսած բազմաթիվ դեպքեր են գրանցվել, մի քիչ հետո կասենք թե որտեղ եւ ինչպես, բարեգործության արգելքի խախտման։ Այո, հենց դա է։ Նաև իրենք ասում են, որ դա մեր կառավարության ծրագիրն է եղել միջև ընտրությունները, ու ինչ ներկայացրել ենք, դա անում ենք։ Թոշակների բարձրացնելը, առողջապահության ապահովագրությունը, ասում են մենք այդ մանկապարտեզների կառուցումը, մենք մեր ծրագիրն ենք, ասում են իրականացրել։ Հա, բայց այն ծրագրի այն մասերը, որոնք վերաբերվում էր Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիային, դա կարող է ծրագրի մեջ չէր կամ այն արդյոք ծրագրի մեջ գրված էր, որ պետք է ընտրությունների նախօրյակի եւ ընտրություններից անմիջապես հետո ուրեմն միլիարդավոր դրամների ընտրակաշառք, պարգևակաշառք, այսպես կարելի ասել, տալ այն մարդկանց, որոնք քաղաքական պաշտոններ են զբաղեցնում։ Համեմատելու բան չի, էլի հասկանում։ Բայց մենք ամեն օր տեսնում ենք ձայնագրություններ, հա, քննչականը, հակակոռուպցիոնը, ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ, սա ինչի մասին է խոսում։ Ուրեմն տեսեք, այդ բոլոր, քանի որպեսզի չլինի օդի մեջ խոսակցություն, ես բերեմ մի դիտորդական առաքելության գրանցած ընտրախախտումների մասին փաստական տվյալներ եւ դրանից մեր հեռուստադիտողները կարող են անհրաժեշտ հետեւություններ անել։ Ուրեմն խոսքը վերաբերում է Արդար Քվե կամ երիտասարդական ակումբների դաշնություն դիտորդական առաքելությանը, որը գրանցվել է ապրիլին եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդների միջոցով ավելի քան 300 կարճաժամկետ եւ 40-ից ավելի երկարաժամկետ դիտորդների միջոցով ուրեմն դիտարկել է ամբողջ ընտրական գործընթացը։ Ընդ որում ընտրական գործընթացը դիտարկել է ոչ թե հենց այնպես ուղղակի մարդիկ գնում էին դիտարկում էին, այլ հատուկ հարթակի միջոցով, որտեղ ուրեմն հնարավորություն ունեն նաև սովորական քաղաքացիներ իրենց տեսած ընտրախախտումների մասին ահազանգեր հնչեցնել։
Ամբողջ նախընտրական շրջանում ուրեմն գրանցվել է ավելի քան 700 ընտրախախտման դեպք, ավելի քան 700, իսկ քվեարկության օրը ավելի քան 500, այսինքն միասին իրար հետ մոտ 1300 ընտրախախտումների մասին է խոսքը, որոնք տեղի են ունեցել նախընտրական շրջանում եւ քվեարկության օրը, եւ այդ ամբողջը արձանագրված է եւ հիմա էլ կարող է արդար.քվ.hi կայքի միջոցով ցանկացած մեկը կարող է մտնել, նայել եւ նույնիսկ կարող է գտնել այն խախտումները, որոնք իրենք էին։ Այդ մարդիկ էին։ Ինչ տեսակի հիմնականում խախտումները մի քանի տեսակ էին։ Ամենամեծ խախտումների կատեգորիան, այսպես ասենք, խումբը դա վարչական ռեսուրսի օգտագործումն է։ Ամենաշատը, եթե չեմ սխալվում, 30%-ից ավելին է այդ ամբողջ ընտրախախտումների մեջ եւ դրանք փաստագրված տվյալներ են։ Կան տեսանյութեր, կան ուրեմն ֆոտոներ, լուսանկարներ, կան մարդկանց արձանագրություններ, որոնք արձանագրվել են տարբեր տեղեր։ Վարչական ռեսուրսի օգտագործումը։ Շատերը մտածում են վարչական ռեսուրսի չարաշահում։ Ոչ, չարաշահումը ավելի խիստ իհարկե խախտում է, բայց վարչական ռեսուրսի օգտագործումը արդեն բավական է, որպեսզի գրանցվի որպես ընտրախախտում։ Երկրորդ տեղում դրանք ուրեմն hate speech-ն է, հայերեն ասած ատելության խոսքը, որը տարածվում էր հիմնականում այն մարդկանց կողմից, որոնք իշխանության որոշակի լծակների են տիրապետում եւ քաղաքացիական պայմանագրի առաջի համարի կողմից։ Աննախադեպ չափերի, աննախադեպ, որը առանց այդ էլ բևեռացված մեր հասարակությունը ավելի բևեռացվեց։ Իսկ բևեռացված հասարակությունը չի կարող արդար ընտրությունների գնալ։ Հիմա այս ընտրության արդյունքները որքանով արտացոլում, հա, հանրության պատկերացումները, հանրության կամքը ու արդյոք ինչպես ընդդիմադիր կուսակցություններն են, հա, պնդում, հատկապես Բարգավաճ Հայաստանի այս քվեների հետ կապված խշշոցից հետո հասարակության քվեն գողացված է թե ոչ։ Միանշանակ կարելի է ասել, որ այն արդյունքները, որոնք արձանագրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Կիրակի օրը, չի արտահայտում հասարակության կարծիքը, վերաբերմունքը եւ ուժերի այն հարաբերակցությունը, որը իրականում գոյություն ունի։ Բայց ինչու այսպես հանգիստ վիճակ։ Եթե մարդիկ, այսպես ասած, համաձայն չլինեին, չկիսեին ընտրության արդյունքների տեսակետը, բացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից, հանրության մեծ մասն էլ դրսում կլիներ։ Նշանակում է, որ համաձայն են ընդունում են արդյունքները։ Բայց դա չի նշանակում, որ մի կողմից հակառակ կողմից էլ կա, չէ՞, անհամաձայնություն։ Օրինակ հակառակ կողմը դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ անընդհատ ասում են ընտրակաշառքների մասին։ Այդ ընտրակաշառքները էական ազդեցություն կարող էին ունենալ, եթե կային։ Կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա, բայց այն կողմից ինչի չկա որոշակի ազդեցություն, մենք չենք տեսնում ամեն դեպքում։ Դա նշանակում է, որ հասարակությունը իհարկե հաշտ չի ներքին առումով, հաշտ չի այն իրադարձությունների կամ այն իրավիճակի հետ, որ հիմա գոյություն ունի, բայց դա չի նշանակում, որ այսպես կարող է երկար շարունակվել։ Որ մենք ասում ենք չի արտահայտում հասարակության իրական կամքը, տեսակետը, ընտրությունները, այսինքն արդյունքները չգրանցեցին, դա չի նշանակում, որ միակողմանի չեղավ այդ ամբողջը։ Հասարակությունը իսկապես հաշտ չի այն արդյունքների հետ, որոնք գրանցվեցին։ Իսկ վերջին կաթիլը ըստ էության եղավ այն, որ ինքնակամ ապօրինի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի զրկեց ընդդիմադիր կուսակցություններից մեկին, որպեսզի նա մտնի ազգային ժողով եւ ունենա ամենանվազագույնը այդ 5 մանդատները։ Պարոն Մխիթարյան, ինչ են ասում են, որ նախ որևէ որպես այդպեսին, հա, պարտադրանք չկա, որ քվեները ընտրատեղամասերում անվավեր տանջալուց հետո վերաքվեարկություն եւ մեջ այն բերում նաեւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը, որ եթե ընտրություններից հետո է, հա, վերաքվեարկություն իրականացվում, այսպես ավելի ուղղորդված է լինում, եւ այդ պատկերը ընդհանուր կարող էր ամբողջովին փոխել մինչ այս արձանագրված, այսինքն ավելի մարդիկ արդեն ընդհանուր պատկեր ընտրությունների ելք իմանալով ուղղորդված քվեարկություն էին իրականացնում։ Հա, ուղղորդված, բայց որ կողմը է, այսպես ասում են տակտիկական անհասկանալի։ Ես այդ մարդկանց հետեւյալ պատասխանը կտամ։ Դուք գնացեք բացեք ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որտեղ գրված է, որ չեղյալ հայտարարելու դեպքում, անվավեր ճանաչելու դեպքում պետք է վերաքվեարկություն անել։ Ինչի համար է այդ վերաքվեարկության հոդվածը դրված ընտրական օրենսգրքում։ Ինչի համար։
այդ դեպքում պետք չէր ուղղակի դնել այդպիսի հոդված եւ այդ ժամանակ կլներ օրինակ որտեղ մեծ ձեռնտու չի, այդ ընտրական տեղամասի արդյունքները մենք կարող ենք չեղարկել, իսկ որտեղ ձեռնտու է պահել։ Նույն իրավիճակն է, չէ՞։ Ով է ասել, ասենք 3 հատում չեղարկելը լրիվ բավարար է, որպեսզի ուրեմն Բարգավաճ Հայաստանը չանցնի ազգային ժողով, ուրեմն դա բավական է։ Իսկ եթե այդ 3-ը բավարար չլներ, կարելի էր, ասենք 50 ընտրական տեղամասում չեղարկել ընտրությունների արդյունքները եւ դրանով գնալ, ասենք, ազգային ժողով ձևավորել եւ այլն։ Այստեղ շատ տեղ են տալիս, ինձ թվում է, Սահմանադրական դատարանին, որպեսզի նա իրապես հավասարակշիռ որոշում կայացնի։ Ընդդիմադիր ուժերն են դիմում։ Ընդդիմադիր ուժերն են դիմում։ Նայեք, այստեղից մի այսպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մի կողմից ասում են, որ չենք վստահում իշխանությունների իրավապահ համակարգը ամբողջովին կախյալ է, բայց մի կողմից դիմում են Սահմանադրական դատարան, ու նշանակում է, որ եթե դիմում են, հա, այդ դատարանին, պետք է նաև հաշտ լինեն ու ընդունեն արդյունքները դրա։ Գիտեք, եթե չդիմեն, այդ այլընտրանքը չկա, էլի, պետք է ինձ թվում է ամեն դեպքում գնալ, որովհետև մենք չենք ուզում այս փուլում, բայց ինչ է տալու գնալը։ Հասկանում եք, Հայաստանը դառնա իսկապես այն ամենավերջին երկրները ժողովրդավարության առումով ամենավերջին երկրներից մեկը, ամեն դեպքում պետք է բոլոր ինստանցիաներով ինձ թվում է գնա եւ ընդդիմությունը եւ խորհուրդ կտամ նաեւ իշխանությունը, որովհետեւ նրանք անդադ խորհուրդ բան են, չէ, խոսում են ընտրակաշարքների մասին, եկեք, ուրեմն ազնվորեն դուք էլ դիմեք Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանը թող որոշի օրինակ այս կողմից թե այն կողմից եւ ինձ թվում է ավելի արդար կլինի, որպեսզի վերաքվեարկություն ամբողջ Հայաստանով լինի, որովհետեւ եւ այն կողմից մենք տեսնում ենք իսկապես մեղադրանքներ, որոնք իրականություն լինելու պարագայում իսկապես կազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Պարոն Մխիթարյան, հիմա ամենաընտրական process-ից հետո պարզ դարձավ, հա, որ 4 ուժը, ընդդիմադիր ուժը չի անցնելու։ ԿՊ-ն փաստորեն այս պահին ունի մեծամասնություն 3-5։ Միայն Սահմանադրություն չի կարող ընդունել, մնացած բոլոր այսպես լիազորություններով օժտված է։ Այս դեպքում ընդդիմությունը ինչ ռեսուրսներ ունի, վերցնում է գնում է խորհրդարան մանդատները վերցնում է գնում է խորհրդարան, ինչ պետք է անի, ինչ ռեսուրսներ ունի։ Այսպեսի խոսք կա, հա, ասում են հանրությունը ձեզ քվե տվել, որ գնաք Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատեք, այդպես է ստացվելու թե ոչ։ Ցավոք սրտի, այո, ժողովրդի մոտ երկու կարծիքներ կա եւ երկուսն էլ կարելի ասել որոշ շրջանակներում տիրապետող են։ Մի մասը, որը ընդհանրապես հույս չի կապում Հայաստանում դեմոկրատական գործընթացների հետ, ասում է, որ պետք չի այդ խորհրդարանը լեգիտիմացնել եւ ընդդիմադիր падգամավորներ, որպեսզի հայտնվեն ազգային ժողովում։ Մյուս մասն էլ ասում է, որ ընդհակառակը պետք է մեր կարծիքը, մեր ձայնը խորհրդարանում լսելի լինի, որովհետև դու չգիտես հաջորդ պահին ինչ կարող է լինել եւ անպայման այնտեղ այդ մարդկանց ձայնը լսելի դարձնելը, թեկուզ աղավաղված ձայնը լսելի դարձնելը շատ կարեւոր է հենց այդ մարդկանց տեսակետը բայց այդ մեծամասնության մեջ էլ ինչ լսելի ձայնի մասին է խոսքը։ Ցավոք սրտի, այո, ցավոք սրտի այն նկարչությունը, որը արեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի հոգու թելադրանքով, այդ նկարչության արդյունքում ըստ էության լծակներ ընդդիմության ձեռքին չկան ինչ որ բաներ փոխելու ազգային ժողովում եւ մեծ հաշվով շատ չի տարբերվելու, եթե այսպես գնա ազգային ժողովը, այսօր գործող ազգային ժողովից, 8-րդ գումարման ազգային ժողովից, բայց մյուս կողմն էլ է իսկապես արդար, որ կարելի է ներկայացված լինել ամեն դեպքում ինչ որ մի ձևով։ Չվերցնելը ինչ է տալու։ Նայեք, օրենքը չի կարգավորում, հա, Սահմանադրությունը որպես այդպեսին չի ասում, թե մանդատը չվերցնելու դեպքում, եթե խորհրդարանում ընդդիմություն չլինի, ինչ որ կարգավորումներ չի տալիս, բայց տեսակետ կա, որ սա քաղաքական առումով լեգիտիմության խնդիր է ստեղծելու Նիկոլ Փաշինյանի համար, ու նա այսպես շատ է, հա, իր համար մշտապես առաջնային է իր իշխանության գրեդոն, այսպես ասած, ժողովրդավարություն ու լեգիտիմություն։ Եթե փաստացի խորհրդարանում ընդդիմություն չլինի, այդ առումով խնդիրներ են ստեղծվելու։ Ցավոք սրտի այստեղ երկու հարթություն կա, քաղաքական հարթությունը եւ իրավական հարթությունը։ Ես որպես իրավաբան եւ ընտրական իրավունքի մասնագետ կարող եմ կոնկրետ օրինակ բերել։ 2024 թվականի աշնանը Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Ուրեմն ընդդիմությունը Վրաստանի խորհրդարանը ունի 150 падգամավորական մանդատ։ Ուրեմն նրանցից 49-ը արդյունքում, ես չգիտեմ հիմա ինչքան ճշգրիտ, բայց արդյունքում 49 մանդատ ձեռք բերեց ընդդիմությունը։ Ընդդիմությունը ուներ մեծ աջակցություն եվրոպական երկրներից։
նրանց ցույցերը երկար ժամանակ տեղի են ունենում Թբիլիսիի փողոցներում, մյուս քաղաքներում, նույնիսկ դեսպաններ, արևմտյան երկրների դեսպաններ գալիս էին իրենց աջակցությունն էին հայտնում վրացական ընդդիմությանը։ Եվ ընդդիմությունը որոշեց ուղղակի մանդատները չվերցնել։ Այսօր մեր հեռուստադիտողներին ուզում եմ ասել, 150 տեղանոց պարլամենտում Վրաստանի կա 101 падգամավոր, 101, մնացած 49-ը չվերցրեցին մանդատները։ Ինչ եղավ, ուղղակի այդ ալիքը մարեց եւ հիմա կարծես թե բոլորը հաշտեն այդ իրավիճակի հետ։ Իսկ մյուս կողմից ընդդիմությունը վրացական, որը եվրոպամետ ընդդիմություն է, ավելի շատ արևմտամետ, նա ըստ էության հիմա որևէ լծակ չունի, նույնիսկ պարլամենտում ինչ որ ձայն բարձրացնելու, ինչ որ խնդիր առաջ բերելու, նույնիսկ ասենք, չգիտեմ, իմպիչմենտի գործընթաց սկսելու կամ նման մի բան։ Սա նշանակում է, որ իրավական առումով մանդատները չվերցնելը որևէ բան չի տալիս Հայաստանի ընդդիմությանը, որևէ բան։ Քաղաքական իմաստով մի քիչ ուրիշ է։ Ինչքան հնարավոր կլինի փողոց գեներացնել եւ դա պահել տակ, այդպես ասած, այդ լեգիտիմության հարցը Հայաստանի ազգային ժողովի դա հարցական է։ Ինչքան ռեսուրս կունենան մեր եւ արդյոք մեր քաղաքացիները պատրաստ կլինեն երկար ժամանակ, օրինակ տեսեք Վրաստանում պատրաստ չեղան, կես տարից հետո ամենաշատը ուղղակի մարեց այդ ալիքը։ Սա է հարցը։ Ռեսուրսներ այսպես փողոց գեներացնելու այս պահին կան թե չէ։ Կան, ես չեմ կարծում, որ չկան, որովհետև շատ այնպեսի մարդկանց հետ ես շփվում եմ, շատ տրամադրություններ այդպես մարտական են, այսպես ասենք, որովհետև նրանք մտածում են, որ այս իշխանությունները ուղղակի քայլ առ քայլ անելու են այն ծրագիրը, ինչ որ ըստ էության խոստացել են առանց թաքցնելու։ Եվ տարածքների հանձնումը, եւ ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, եւ այսպես ասած խաղաղության քողի տակ ադրբեջանական ղեկավարության Թուրքիայի այդ թվում նաեւ պահանջների կատարումը քայլ առ քայլ եւ վերջին հաշվով Հայաստանը դարձնելու ադրբեջանա-թուրքական այդ ընդհանուր գոտու մի մասը, որը ինքնուրույն որոշումներ ըստ էության կայացնելու հնարավորություն չունի։ Քաղաքական իմաստով սա նաեւ նշանակում է հակառուսական կղզակ ստեղ ունենալ կամ գոտու մաս դարձնել Հայաստանը, որը իհարկե շատերը ասում են Ռուսաստանը լավագույն բարեկամը չի Հայաստանի, բայց Ռուսաստանի նման թշնամի ունենալը շատ վտանգավոր է։ Ռուսաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն շնորհավորել։ Սա ինչ ուղերձ է։ Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը այդքան էլ հաշտ չի, այո, չի։ Նույնիսկ եթե հիմա շնորհավորանք լինի, դա էլի կմնա այդ հետևանքը, այսինքն ռուսական իշխանությունները Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն ընդունում այնպես, ինչպես որ չգիտեմ, արևմտյան երկրների տարբեր ղեկավարներ առանց քնելու գիշերը շնորհավորեցին, չգիտես ինչը։ Առաջինը հենց Վրաստանի վարչապետների։ Վրաստանը շատ զարմանալի է, բայց Ղազախստանը, որը երևի նպատակ ունի օրինակ Հայաստանի տարածքը օգտագործել Թուրքիայի հետ իր հարաբերությունները լավացնելու համար, այսպիսի շատ քաղաքական բաներ կան, բայց նաև սա հուշում է, որ Հայաստանում իրադարձությունների զարգացումը կարող է տեղի ունենալ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնի ներքո։ Այսինքն այնպես չի, որ միայն Հայաստանի կոնկրետ բնակիչների եւ կոնկրետ մարդկանց խմբերի ցանկությունների միջոցով պետք է այս ամբողջը լինի։ Որոշակի ճնշումներ կլինեն նաև Հայաստանի վրա, ոչ հօգուտ Հայաստանի ժողովրդի եւ բարեկեցության, որը կարող է բերել որոշակի փոփոխությունների նաև, չգիտեմ, իշխանական համակարգում։ Պարոն Մխիթարյան, եւ այսպեսի մի հանրային քննարկում կա ու անդադ մեջ են բերում ընդդիմադիրներն էլ ասում են հենց իշխանություններից, ասում են նրանց դեմքի արտահայտությունից, նրանց խոսքերից սա հաղթանակած իշխանության խոսքեր չեն։ Չգիտեմ, եթե հետևել եք նույն ընտրությունների գիշերը ինչպես են լուսանկարներ էին տարածվում։ Դե կա մարդկանց մոտ այդ խոսակցությունը կա, իհարկե ասել, որ դա ինչ որ բան որոշում է ոչ, բայց դե որ շատ լարված իրավիճակ է հիմա էլ եւ այդ բևեռացումը գնալով շարունակվում է։ Ներկայ իշխանությունները կարծես թե վերցնում են այն կուրսը, որ մինչեւ վերջ պետք է դուրս հանեն քաղաքական դաշտից այն քաղաքական խաղացողներին, որոնք որոշակի ազդեցություն ունեն մեր ընտրողների ընդհանրապես հասարակության վրա, սա ուղղակի անընդունելի է, պետք է հասկանալ, որ լավ ընտրություններ էին, բայց դա պետք է հաջորդ քայլերը պետք է համերաշխության միջոցով լինի։ Եվ ես շատ գնահատում եմ եւ ընդունում եմ հատկապես
ընդդիմության օրինակ ուժեղ Հայաստանի այն դիրքորոշումը, որ պետք է մոռանալ այդ բևեռացվածությունը եւ գնալ համերաշխության ճանապարհով վերջին հաշվով երկրի պարակտվելը չի բերելու այդ երկրի բարգավաճմանն ու զարգացմանը։ Եվ վերջում էլ, պարոն Մխիթարյան, այս խորհրդարանը 5 տարի, այսպես ասած, ժամկետ ունի, թե ոչ, շատեր ասում են, որ երկար չի տևելու, այսպես ու նոր արտահայտ ընտրություններ են լինելու։ Ինձ էլ է թվում, որ այդ անկայունության մթնոլորտը անպայման տիրելու է նաև Հայաստանում եւ ամենայն հավանականությամբ, եթե օրինակ ես հույս ունեմ օրինակ, որ Սահմանադրական դատարանը խելամիտ մոտեցում ցույց կտա եւ վերաքվեարկություն կարող է պարտադրել ամբողջ Հայաստանի տարածքում, եթե ոչ, դա կարող է անել որոշակի հանգամանքներով, օրինակ կառավարության ձևավորումից հետո նրա ղեկավարի հրաժարականով եւ նոր ընտրությունների պահանջով, այդ ժամանակ գուցե ժողովուրդը արթնանա եւ իսկապես իր ձեռքը վերցնի իր երկիրը Բայց մի քիչ շատ չի լավատեսություն, այնտեղ մեծ մասը դատավորների Մեկը ունեք իշխանական նախկին պատգամավոր է, մեկը իշխանական տեսակետ ունեցող։ Այո, 2-3-ը ինձ թվում է օրինակ ճիշտ կլինի այդ դատավորներին ինքնաբացարկ հայտնեն դիմող կողմերը, որպեսզի նրանք ազդեցություն չունենան որոշումների կայացման վրա, ամեն դեպքում ազգանպաստ որոշում կայացնի Սահմանադրական դատարանը։ Ես դեռ հույս ունեմ մի քիչ, բայց կա, որովհետև ես ինքս ժողովրդավարության եւ ժողովրդավարության մեխանիզմների գործունեության օգտին միշտ խոսող մարդ եմ եւ արժի որ դրանք մինչեւ վերջ մենք օգտագործենք եւ դրանից հետո տեսնենք թե մեր երկրի ճակատագիրը վերջին հաշվով ում ձեռքերում է լինելու։ Ժողովուրդը պետք է կամք դրսևորի եւ իր ձեռքը վերցնի իր հայրենիքի, իր երկրի ճակատագիրը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Մխիթարյան։ Շնորհակալություն։ Հարգելի այստատիտողներ հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ընտրական իրավունքի մասնագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։